Չոլպոն Աթայում Ղրղստանում են հավաքվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պատվիրակությունները։ Առիթը միջկառավարական խորհրդի նիստն է, ներկա են կառավարությունների ղեկավարներն ու դիտորդ պետությունների ներկայացուցիչները։ Երկօրյա աշխատանքային այցով Ղրղստանում է նաև Նիկոլ Փաշինյանը։ 47-րդ նիստի օրակարգում նեղ ու ընդլայնված կազմով հանդիպումներ են 15 առանցքային հարցերի շուրջ։ Երկաթուղային փոխադրումների արդիականացումից, թվայնացումից մինչև էլեկտրոնային առևտրի համաձայնագրեր։ Քննարկվելու է նաև ընդհանուր agrarային շուկայի զարգացման հարցը, հատուկ ուշադրության կենտրոնում են կլիմայական խնդիրները։ Նեղ կազմով նիստի բացմանը Ղրղստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը խոսել է միության հեռանկարների ու նպատակների մասին։ Рассчитываю, что Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքը միության անդամ երկրներին վստահություն կտա վաղվա օրվա հանդեպ։ Ինտեգրացիոն գործընթացը նոր մակարդակի կբարձրացնի եւ բնակչության բարեկեցության ու տնտեսությունների աճի ու զարգացման կայուն գրավական կդառնա։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ներկայացրել է Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության կրճատման դրամատիկ պատկերը։ Նրա խոսքով 2026 թվականի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով եւ կշարունակի նվազել։ Ну, на самом деле, та ситуация, которая сейчас... Իրականում այն վիճակը, որը ձևավորվել է ԵԱՏՄ Հայաստան հարաբերությունների շուրջ, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք այդ մասին տեղեկացրել էինք հայ գործընկերներին, որ նման ռիսկեր գոյություն ունեն, մասնավորապես ապրանքաշրջանառության անկման ռիսկը։ 2024 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի, ինչը հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել է, հասնելով 8 միլիարդ դոլարի։ Այս տարի եւս առևտրաշրջանառությունը դրամատիկ կերպով նվազում է եւ իրավիճակն այնպիսին է, որ այն ակնհայտորեն կշարունակի նվազել։ ԵԱՏՄ-ի դաշնակցից դեպի Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն վարող Եվրամիության շրջադարձը չի կարելի ներկայացնել որպես դիվերսիֆիկացիա, հայտարարել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունից։ Եթե դիվերսիֆիկացիա գեղեցիկ բառի հետևում թաքցնել եվրասիական ինտեգրացիայից ու ավանդական դաշնակիցներից դեպի բացահայտ թշնամական Եվրամիության կողմ շրջադարձը, ապա եզրակացությունն ակնհայտ է։ Սա պարզապես խաբեություն է ոչ միայն եվրասիական ինտեգրացիայի գործընկերների, այլև սեփական ժողովրդի նկատմամբ։ Ավելի վաղ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հայտնել էր, որ 2026-ի առաջին 5 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ կրճատվել է շուրջ 567 միլիոն դոլարով, 2 միլիարդ 763 միլիոն դոլարից հասնելով 2 միլիարդ 196 միլիոն դոլարի։ Օրեր առաջ անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման խոչընդոտներին ու սահմանափակումներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ Հայաստանի օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու է։ Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրեմը Հայաստանինն է, բայց այդ խնդրեմը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Իդեպ Աստանայում մայիսի վերջին կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Փաշինյանը չի մասնակցել։ Գագաթնաժողովում Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։